Շնորհակալություն։ Պարոն Ամջանյան, չեմ արձագանքի, ուղղակի հաց կտամ հենց լսումների հետ կապված։ Դուք ասացիք, որ լսումների ընթացքում մեծ համազգային կոնսոլիդացիա է ապահովել։ Ես ուզում եմ իմանալ ինչպես է դրսևորվում այդ կոնսոլիդացիան եւ ուզում եմ իմանալ ձեր հետագա գործողություններն ինչպիսին պիտի լինեն այս նախագծի մերժումից հետո, որովհետև ինչպես դուք ասացիք, ձեր խոսքերն եմ կրկնում, դուք առանձնապես մեծ ակնկալիք չունեք քաղաքացիական պայմանագրից, եւ հետեւաբար, եթե մեծ ակնկալիք չունեք, կարծում եմ, որ պիտի պատրաստ լինեք նաեւ մերժմանը, եւ ինչ պիտի լինի այդ կոնսոլիդացված հանրությունը, ինչպիսի գործունեություն պիտի շարունակի ծավալել այդ կոնսոլիդացված հանրույթը այս մերժումից հետո, որովհետև կարծում եմ դուք մեծ գործ եք արել այդ լսումների ընթացքում։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Ամջյան։ Ճիշտ եք կարծում, այո, պատիվ ունեմ խմբակցությունը մեծ գործ է արել այդ լսումների ընթացքում։ Տիկին Միրաշյան, խնդրում եմ։ Խնդրեմ, պարոն Ամջյան։ Եվ ուրախալի է, որ անգամ դուք եք դա գնահատում։ Ինչ վերաբերվում է ինչ տեղի կունենա գործընթացի հետ։ Ինչպես պատիվ ունեմ խմբակցությունը բազմիցս հայտարարել է, այս գործընթացը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը փաստաթղթային տրամաբանության մեջ մուտք է արվելու ազգային ժողով, երբ 54 պատգամավոր ստորագրություն լինի դրան, այսինքն երաշխավորված հաջողության պարագայում, այլ կերպ ասած, երբ օրինակ դուք Տիկին Դավոյան եւ եւս 17-18 ձեր գործընկերներ քաղաքացիական պայմանագրից միանան դրան։ Ինչպես է դա տեղի ունենալու, բացատրեմ։ Երբ դուք բավական ուրախ են անցնում ձեր նիստերը, պարոն Վարդանյան։ Չենք ողոքում։ Պարոն Ամջյան, չենք ողոքում։ Խնդրեմ, եւ նաեւ եթե խմբակցությունը մասնակցեք եւ ձեր ներկայացումն եւ կվոտան ապահովեք, մենք ուրախ կլինենք։ Այդ արդեն մենք կհաշենք։ Խնդրեմ։ Երբ հանրային ճնշման արդյունքում դուք գիտակցեք, թե ձեր չմիանալը եւ Նիկոլ Փաշինյանի Հայաստանի Հանրապետության կառավարիչ մնալը օր-օրի ինչ խնդիրներ է առաջացնում, այդ ժամանակ մենք կունենանք այս գործընթացի հաղթական ավարտը։ Ինչ վերաբերվում է լսումներին։ Լսումների ժամանակ ես կոնկրետ թիվ քաղաքական եւ հասարակական միավորների ասել չեմ ուզում, բայց ես չեմ հիշում վերջին շրջանում որևէ մի գործընթաց, որի շուրջ այդպիսի կոնսենսուս արկա լինի։ Այնպես որ շնորհավորում եմ, դուք ձեր գործունեությամբ կարողացել եք ապահովել միանշանակ կոնսենսուս։ Բոլորը համակարծիք են, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա։ Այստեղ չեմ կարող չարձագանքել։ Չէ, արձագանքելու եք, բայց ճիշտ ասած ես էլ եմ լսումներին հետևել։ Նույնիսկ ձեր մասնակիցներն են կան համակարծիք չեն, բայց չեմ մեկնաբանում, խնդրեմ։ Ես պարոն Վարդանյանի նման մեծ համբերություն չեմ ունեցել եւ ամբողջ լսումներին չեմ հետևել, որպեսզի շատ մանրամասն ասեմ, թե ով ինչ ելույթ է ունեցել։ Մեծ գործ, որ ասացի արել եք, պարոն Մամիջանյան, նկատի ունեի 4.5 տարվա մեջ առաջին անգամ պատիվ ունեմ խմբակցությունը ինչ որ բան է արել, ես դա նկատի ունեի եւ 4 տարվա համար ես դա համարում եմ այո մեծ գործ։ Եվ եթե դուք ակնկալում եք, որ քաղաքացիական պայմանագրի խմբակցությունից որևէ մեկը միանալու է ձեր այդ գործընթացին եւ ինչ որ թուղթ է ստորագրելու եւ դուք ինձնից սկսեցիք այսպես ասած, դուք գիտեք, որ դա արդեն իսկ շատ ցախողված ծրագիր է եւ պետք չէ պես վստահորեն գալ եւ հայտարարություններ անել, նաեւ այլ դերակատարներով, որ 7 հոգի կան, հետո եւ այլ։ Պետք չէ նման բաներ անել, բոլորս եկեք ավելի իրական գնահատենք տեղի ունեցող գործընթացները Հայաստանի Հանրապետությունում, որակումները կտրվեն, կարծում եմ, խորհրդարանական ընտրությունների ժամանակ, բոլորիս եւ ձեզ եւ մեզ եւ մեր գործունեությանը եւ ձեր գործունեությանը եւ դրանից ճշմարտացի որակումներ չի լինի։ Ժողովուրդը իր քվեով կասի որս ենք ճիշտ, որս ենք սխալ ու եւ ում է համակրում, ում չի համակրում։ Իսկ թե ինչպիսի իշխանություն ենք մենք
մենք դա շատ լավ գիտենք, մեր թերություններով հանդերձ, եւ մենք բաց ենք բոլոր շատ նորմալ քննադատությունների համար, սակայն ոչ այն քննադատությունների կամ այն ելույթների, որոնք հնչեցին ձեր լսումների ժամանակ, որոնք ընդհանրապես քննադատություններ էլ չէին, ուղղակի ավելի շատ մաղձեր, որը հնչեց տարբեր տեսակի կոնսոլիդացված ընդդիմադիր շրջանակների կողմից։ Իսկ թե ինչու եք նորից եմ իմ հարցին դուք չպատասխանեցիք, եթե դուք ԿՊ-ից ակնկալիք չունեք, ինչու եք բերել այս հարցը օրակարգ։ Եթե դուք ակնկալիք չունեք, ուզում եմ հասկանալ, եթե ակնկալիք չունեք, ինչպես եք ակնկալում, ոչ որ մեկն է մի հատ ստորագրելու այդ թղթի տակ։ Կարող նախագահողը չկա, ես ինքս ինձ ձայն կտրամադրեմ։ Նախ, Տիկին Դավոյան, առաջինը դուք խառնում եք ակնկալիքները այս հայտարարության եւ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի մի միավորեք։ Ձեր մոտ ավելի շատ անջատելն է իրարից ստացվում։ Միավորելը ձեր ուժեղ կողմը չի։ Դա առաջին։ Երկրորդ, Տիկին Դավոյան, դուք իմ ճառագիրը չեք։ Ես էլ ճառագրի կարիք երբևէ կյանքումս չեմ ունեցել, պետք չի խորհուրդ տալ, թե ես ոնց ելույթ ունենամ։ Ինչ վերաբերվում է պատիվ ունեմ խմբակցության գործունեությանը, միանգամայն ճիշտ եք։ Հանրությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են տալու բոլորիս գործունեության գնահատականները։ Եթե դուք մի քիչ ավելի ուշադիր հետևած լինեիք ազգային ժողովի աշխատանքներին այս 4.5 տարի, կիմանայիք, որ նաև օրենսդրական նախաձեռնություններ են եղել, որոնք դուք նույն տրամաբանությամբ տապալել եք դեռևս կառավարության եզրակացության մակարդակում։ Եվ ամենահետաքրքրականը համասմեք օրինագծեր չեք ներկայացրել, համելասմեք պարզա, որ պիտի ակնկալիքներ չունենաք քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից։ Իսկ թե ինչ է արել պատիվ ունեմ խմբակցությունը այս տարիների ընթացքում, առնվազն ձեր կողքը նստած Վլադիմիր Վարդանյանը, ձեր դիմաց նստած Արուսեկ Ջուլհակյանը, պատիվ ունեմ խմբակցության միջազգային գործունեության հետ կապված նաև Տիկին Մինասյանը, կարող եք իրենցից հարցնել, որտեվ դուք ոնց որ միջազգային դաշտում այդքան ակտիվ չեք ու առհասարակ եթե թվարկեմ են մարդկանց, ում ես պիտի հաշվետու լինեմ իմ աշխատանքի մեջ, ձեր անունը երևի վերջից երկրորդը կլինի։ Շնորհակալություն։ Այլ հարցեր։ Տիկին Մինասյան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Չեմ ուզում մտնեմ քննարկման մեջ, զուտ տեքստային մի քանի հարց ունեմ, էլի տեքստի հետ կապված։ Առաջինը նշել եք ՀՀ տարածքային ամբողջականության խաթարում եւ տակը մեծ բարբերություն է։ Ըստ ձեզ, ըստ պատիվ ունեմ խմբակցության, խնդրում եմ նշել ՀՀ տարածքային Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը թվային։ Ինչքան է Հայաստանի Հանրապետության տարածքը թվային։ Զուտ հարցը իմ համար անհասկանալի ձեր դիրքորոշման մեջ, էլի։ Երկրորդը նշել եք դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացում եւ մեկուսացում, բարբերությունը պետքա կարդամ։ Հայաստանի հարաբերությունները ՀՀ գործող իշխանությունների անհեռատես քաղաքականության հետևանքով վատթարացել են ավանդական ռազմավարական դաշնակիցների եւ գործընկերների հետ առանց բավարար եւ կենսունակ այլընտրանքային անվտանգության համակարգերի ձևավորման անկայուն տարածաշրջանում Հայաստանը հայտնվել է խոցելի եւ մեկուսացված վիճակում։ Ովքեր են ավանդական ռազմավարական դաշնակիցները, խնդրում եմ պետությունները անվանական նշել։ Եվ երրորդ հարցը, այս զուտ էլի ընթացակարգային, դուք իհարկե այս նախագիծը բերել եք, որպեսզի լսումներ անցկացնեք, չէ՞, չեք ակնկալում, որ այս նախագծի շուրջ բերկա քննարկում ծավալվի կամ որևիցե դրական քվեով արժանանա։ Ու ես կարծում եմ, որ ձեր խմբակցությունը 7 հոգանոց է, չէ՞, 7 հոգուց ավել դրական քվե դժվար արժանանա, որտեղ լսումներին կարծեմ մյուս երկու խմբակցությունները չէին մասնակցում։ Վերջից սկսեմ։ Տիկին Մինասյան, ոնց կարողացաք մի հարցադրման մեջ այդքան սխալ բան ասեք, չգիտեմ, բայց սա փորձենք հատարած գնալ։ 1. Լսումներին մասնակցել է Հայաստան խմբակցությունը։ Դե նայեք, ինչ ասեմ։ Հայաստան խմբակցությունը մասնակցել է,
Իշխան Սաղաթելյանը ելույթ է ունեցել։ Տեսնում եք։ Երկրորդ, մեր խմբակցությունը 6 հոգանոց է Տիկին Մինասյան։ Երրորդ, լսումներին մասնակցել են նաև անկախ պատգամավորները, առնվազն մեկը իրենցից, որ ներկայացնում էր իրենց քաղաքական միավորը։ Բացի դրանից մասնակցում էին արտախորհրդարանական մեծ ուժեր, ազդեցիկ հասարակական միավորներ, նորից չասեմ ամբողջ տեքստը։ Ինչ ակնկալիք ես ունեմ, զարմանալի կլներ եթե ես առավոտյան զարթնած լինեիք եւ ճշմարտության կողմը բռնած լինեիք, բայց ամենայնիվս ես անիմաստ աշխատանք կատարելու սովորություն չունեմ։ Ինձ շատ դուր է գալի, որ արդեն երրորդ մարդը իմ հետ մտնում է բովանդակային քննարկման մեջ, ու ասում է դե դուք երևի բովանդակային քննարկման մեջ չեք մտնելու, դե երևի բովանդակային քննարկում չեմ։ Երրորդ բովանդակային հարցն է։ Ну բովանդակային ինչքան ուղ ինքը բովանդակային դա հարցի մյուս կողմն է, բայց ամենայնիվս բովանդակային քննարկումը, հենց որ հույս ունեմ գոնե 4-րդ մարդը, որ բովանդակային քննարկում սկսի, չի ասի չսկսենք բովանդակային քննարկում։ Հաջորդը կապված Հայաստանի Հանրապետության տարածքի հետ։ Իմ դպրոցական դասագրքերում 29.8 էր։ Վերջերս իմ կողմից շատ հարգված պարոն Բագրատյանը շատ հետաքրքրական փաստեր է ներկայացնում, որ իրականության մեջ այն ավելի մեծ է։ Բայց կարծում եմ ես ձեր հարցին պատասխանեցի։ Ես իմ դպրոցական դասագրքերում կարդացել եմ 29.8-ով։ Դուք հիմա ինչ-որ նոր թիվ եք մոկոնել, բայց ամենայն դեպս ես էլ դա եմ կարդացել։ Ինչ վերաբերվում է ձեր նշած կետին, նախ ես իրավաբան չեմ, բայց ըստ մեր օրենքների, մեր միջազգային պայմանագրերի մեջ նշված է, թե ովքեր են մեր դաշնակիցները, գործընկերները, թե ում հետ ունենք ինչ մակարդակի հարաբերություններ։ Եթե ձեզ հետաքրքրում է բովանդակային, թե ինչի ենք այդպես նշել, կարող եմ մեծ սիրով հատ-առհատ թվարկել։ Օրինակ, ձեր փառահեղ այդ ժամանակ գլոկալացում էր Փաշինյանը անվանում, թե ռեգիոնալացում չեմ հիշում արդեն, արտաքին քաղաքական, մինչև բալանսավորող, բալանսավորված եւ առողջարար արտաքին քաղաքականության անցնելը ինքը ռեգիոնալացման արտաքին քաղաքականության կոչ էր անում եւ դրանից մի քանի ամիս հետո Վրաստանը կարծում եմ պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական նոտա հղեց, որտեղ ձեր նախկինում գործընկեր պատգամավոր, իսկ հիմա նորից նախարար Արսեն Թորոսյանը անզգուշությամբ սեփական թերացումները, իսկ այդ թերացումները մարդկային կյանքերի գներ ունեին, արժեք ունեին COVID-ի ժամանակ քողարկելու համար վիրավորել էր մեր հարևան Վրաստանին, հարևան եւ բարեկամ Վրաստանին։ Օրինակ այդ կամ վերջերս վարված քաղաքականությունը առիթ հանդիսացավ, որպեսզի մեր հարևան եւ բարեկամ Իրանի որոշ ազդեցիկ պաշտոնյաներ հայտարարություններ անեն, որոնք մտահոգվելու առիթ են տալիս։ Եղել են պաշտոնյաներ, որոնք հակառակ հայտարարություններ են արել, բայց հերքել փաստը, որ եղել են վտանգավոր հայտարարություններ անհնար։ Ասեմ նաեւ, որ 2023 թվականին էր Սուրմալուի դեպքը, չէ՞, եթե չեմ սխալվում։ 23 թվականին Սուրմալուի դեպքից հետո էլի մեր համատեղ երկկողմ հարաբերությունների մեջ առաջին անգամ Ռուսաստանից եղավ պաշտոնական նոտա։ Ես կհիշեցնեմ, թե որն էր առիթը։ Հասարակական միավորներից մեկը Հայաստանում իմ խորին համոզմամբ բովանդակ եւ վտանգավոր հայտարարություններ տարածել, փորձելով ինչ-որ կապել Սուրմալուի ողբերգական դեպքը աշխարհակաղակական տրամաբանության մեջ, եւ դրանի պատասխան եղավ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի պաշտոնական նոտան։ Ակնհայտ է, որ այդ իրադարձությունը ընդհանրապես առիթ էր եւ դա ցույց էր տալիս, թե ինչ մակարդակում են այդ թվում նաև հայ-ռուսական հարաբերությունները։ Ես այսպես շատ երկար կարող եմ շարունակել։ Դուք ԵՄ-ի հետ աննախադեպ, բացառիկ, էքսկլյուզիվ փաստաթուղթ եք պատրաստում, որը իր կարևորությամբ եւ բովանդակային բեռնվածությամբ համեմատվել անգամ չի կարող ՍԵՊԱ-ի հետ, որտեղ նա ընդհանրապես գործադիրների միջև հուշագիր է լինելու ամենայն հավանականությամբ, իսկ ՍԵՊԱ-ն առնվազն վավերացված էր բոլոր անդամ երկրների խորհրդարանների կողմից իմիջիայլոց, որ դուք անդադար ասում եք
Արցախը վաղուց էր հանձնված եւ այլն եւ այլն եւ այլն, այդ հանձնված Արցախի մասին ՍԵՊԱ-ի մեջ հստակ նշված են 3 հիմնարար սկզբունքներ ու դրանք վավերացվել են բոլոր անդամ երկրների խորհրդարանների կողմից։ Այս առհասարակ ցեվով է հանձնել Արցախը գոյություն չունեցող բանավեճի վերաբերյալ։ Ես կարծես ձեր բոլոր հարցերին պատասխանեցի։ Արձագանք Գիմնասյան։ Զուտ արձանագրման համար էլի իմ հարցերի պատասխանները ստացել եմ թե չէ։ Ընդունում եք, որ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանները պարփակված են 29800, դուք դպրոցում եք սովորել 29743 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ։ Եվ ընդունում եք, որ ըստ ձեր թվարկման հաջորդականության եւ ըստ ձեր տրամաբանության նոտաներով, միջպետական նոտաներով խաթարվում են ավանդական ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները, եթե այդպիսիք կան, եւ հերթականությունը Վրաստան, Իրան, Ռուսաստան։ Ճիշտ եմ հասկացել։ Ոչ, հերթականությունը թվարկման բացառապես ըստ կարևորության չէ։ Հա, մեկ էլ Ռուսաստանը Սուրմալիոյի դեպքով էր։ Ես կարծում եմ դուք ինձ ուշադիր չէիք լսում, Տիկին Մինասյան։ Դե ուրեմն ավելի լուրջ խնդիր ունենք։ Ես թվարկեցի անհերքելի կետերը, հասկանում եք, նոտայի փաստի հետ վիճել հնարավոր չի։ Դուք կարող եք իմ հետ ժամերով բանակցել, բանավիճել, որ աննախադեպ եւ այլն բան, այն բառերը, որ սիրում են ձեր մոտ։ Բայց իմ թվարկածները անհերքելի էին։ Այսինքն նոտայի արկայությունը հերքել չեք կարող։ Դրա համար ես ընտրեցի դրանք։ 1. Թվարկումը բացարձակ որևէ իմաստային ընտրություն չուներ, ավելի շատ եւի ժամանակագրական էր։ Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի ֆիքսմանը, ես չգիտեմ, թե ինչի են որոշ ԿՊ խմբակցության որոշ ներկայացուցիչներ համարում, որ դա տենց անկյունը գցելու հարց հանդիմադրի բացարձակ։ Այո, նորից կրկնեմ, ես դպրոցում կարդացել եմ, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը 29.8-ա։ Ես ճիշտ ասած չեմ պատկերացնում, թե դուք ձեր կարծիքով ինչ տրամաբանական վիլկա եք պատրաստել դրա համար հետո, բայց ամենայն դեպս դա անհերքելի փաստ է, դա առանձնապես վիճելու բան գոյություն չունի։ Այլ հարցեր, պարոն Մամիջանյան։ Խնդրեմ Տիկին Ջուլակյան։ Պարոն Մամիջանյան,